Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է, մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ Թևան Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու Ձեզ շնորհակալություն հրավերին։ Պարոն Պողոսյան, Արցախի հայաթափումից 2 տարի անց Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանին օրինակ, ով եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմաթայի հռչակագրի ընդունումից եւ վավերացումից հետո Հայաստանի 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Հաշվարկված են այս հայտարարության հետևանքները ձեր։ Եկեք պարզապես հայաթափում չասենք առաջինը, ինչ որ տեղի ունեցել դա ցեղասպանություններ ամեն ինչով, էթնիկ զտումով, սպանություններով, մարդկանց քշելով, ունազրկելով եւ բոլոր էլեմենտներով։ Առաջինը դա այդ ցավալի պատմության դեպքն է, որտեղ ցավոք սրտի երբ որ միջև այդ ասում էի այ Լաչինի Միջանցքի մեջ նոր ճանապարհի սարքելը շատերը նույնիսկ ասում են, «Ինչ լավ ճանապարհ արագ ես գնեմ», իսկ ես ասում եմ, արտագաղթի ճանապարհն են թուրքերը սարքի, որտեղ մի բանի համար եթե թուրքը դրել է, առաջի բանը իր շահերն է տանելու առաջ, եւ իրանք ցավոք սրտի պատրաստեցին այդ արտագաղթի ճանապարհը եւ տրամադրեցին ամեն ինչ արեցին, իսկ այդտեղից էր սկսել, երբ որ մենք եւ Լաչինը եւ Բերձորը կամ բոլոր մեր հայկական այդ ճանապարհի եղած գյուղերը այլևս չպահեցինք, որ կարողանանք այնքան որ դա մեղավորությունն է բոլոր բանին եւ հայ ազգի նաեւ այդ ժամանակագործով, որ այդ ամեն ինչին մենք չկարողացանք տեր կանգնենք։ Իսկ եթե որևէ մեկը ուզում է իր սեփական մեղքը մի բան, ինչ ասես ասելու։ Բայց սա հետևանքներ ունենալու է Հայաստանի Հանրապետության վրա։ Եթե որևէ մեկը մտահոգ Հայաստանի Հանրապետության մաս։ Եթե մարդը Հայաստանի Հանրապետության շահերով չի ապրում, իր համար ի՞նչ տարբերություն։ Այդ թող արդեն այլ մարդիկ, ովքեր որ միգուցե հետևանքի պատճառով անձնական խնդիրներն են, մտածեն, թե ասենք այդ նախադասության հետևից մեր շնամի թուրքերը, եթե ընկնեն, ինչ հետևանքներ են ունենալու իրանց վրա, իսկ արդյոք իրանք հիմա պարզապես նստած չեն։ Նույնիսկ եմ ասում, գործողների միակ ճշմարտությունը, որ ասել եմ, որ ժողովուրդը չցանկանա մի օր էլ իշխանության մեջ չեմ մնալու։ Քանի որ դու Հայաստանի Հանրապետության շահերով չես մի կամարի շտաբերություն։ Բայց ժողովուրդը քանի անգամ ինձ կասեք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որ օրինակ ասում են, դրանից հետո էլ դե բնականաբար այդ եթե իրեն են ասում մնացածներին էլ վերաբերվելու 2 տարի էլ իրանք չէին փաստորեն այդ իրավունքից օգտվում։ Բայց դա ժամանակ իր հայրենասիրության մոդելն էր այլ։ Բա այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հայրենասիրության մոդելը որն էր։ Եթե ինքը գտել է բացատրություն ինչի է ինքը դա արել, ուրեմն նույնն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց իրական գաղափարը դա չի, այ անվտանգության ընկալումն է։ Որտեվ այդ ժամանակահատվածի մեջ պատմական Երևանի անվտանգությունը սկսում էր, միջազգ չի փոխվել, այսօր էլ է դա։ Երևանի անվտանգությունը այդ ձեր նստած աթոռի ցնցած անվտանգության կետը սկսում էր Ակնայի սահմաններից։ Դա համար Երևանցին, ով որ ստեղ ապրում է, եւ այլ մնացած տեղերի Հայաստանի ցանկացած կետի, հա, ունի Գյումրի կամ Մեղրի։ Իր տունն էր գնում պաշտպանը։ Իր ծնողներին, իր մայրիկին, հայրիկին, քույրիկին, եղբայրին, հարևաններին, բարեկամներին։ Այդ իրավունքով բոլորը կամավոր գրվում էին եւ գնում էին։ Այդ ոնց ստացվեց Ադրբեջանը այդ ժամանակ ճշնամեր, չէ, ամեն ինչ անում էր, որ ապացուցեր, որ սխալ է ու աշխարհը հանգիստ նայում էր, ասում էր, որ բան հայերը սխալ չեն։ Ինձ հիմա նույն ձևի մարդ կանգնած իր խոսքերը չէր ժամանակին, որ երբ որ Հայաստան պետություն գոյություն ունենար, տարածաշրջանում ուրիշ բաներ չկային, վկանել Հռոմում Կոլիզեի պատին գրած քարտեզներ, ասենք, չկարացել դա պաշտպանի, դրա մասին հիմա չի խոսում չէ։ Բայց դա չի նշանակում, որ դա իրականություն չէ։ Այսինքն ինչի հետևանք է նրա այս ասում սա մերը չէր, սա մերն էր, սենց է։ Ինչա նշանակում մերն ու չմերը։ Եթե չես կարողանում պահես քոնդ, ուրիշ բան։ Թող Հրանտ Մաթեոսյան կարտա։ Այս փոփոխությունը ինչի հետևանք է Նիկոլ Փաշինյանի։ Բանը իշխանության պահելու։ Բայց այս հայտարարությունները ասում ենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ կարող են հետևանքներ ունենալ, այլ իշխանությունը ինչպես է պահելու։ Եթե դու Հայաստանի իրեն շատ է դակրում դա անունը Հայաստանի Հանրապետությունն է, թե ոչ։ Եթե դու Հայաստանի Հանրապետության շահերը չես պաշտպանում, ի՞նչ տարբերություն ունի, դու անունը ինչ անելու, ինչ ալնելու։
Այսինքն դիցուկ Արևմտյան Ադրբեջանի ինչ որ թոքուս ինչ տարբերություն։ Լավ բովանդակային իմաստով Հայաստանի Հանրապետությունը որ ասում են, եթե Հայաստանի Հանրապետությունն ու 90%-ը ոչ հայեր ապրեն, ասենք դրա ի՞նչն է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց դուք չեք տեսել ինչպես են ներկայացնում, ասում են մեծ ձեռքբերում է, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց չկա օրինակ պայմանագրում։ Որտե՞ղ չկա։ Պրոիշխանականների այդ խաղաղության պայմանագրի։ Հա, բայց ասում թղթի վրայի գրածը չի մենակ։ Չեք լսում ադրբեջանցիների ինչ են ասում։ Արդեն մսկիթների կառուցման հարց են բարձրացնում։ Ուրեմն կա։ Դրա մարել ասել է։ Այսինքն ավելի ուշ կհայտարարեն, որ կան նման։ Եկեք էլ այլևս օգոստոսի 8-ի մասին չխոսենք, որովհետև այն ինչ տեղի ունեցավ, այդ ասած նայենք։ Մեկ շաբաթ հետո եթե չեմ սխալվում Չինաստանում հենց իրանք ասացին ոնց որ դե տարբերվում է մեր պատկերացնը երեկվա Ալիևի ելույթն էլ որ ասում եք զգացինք որ որևէ մի բան Ալիևը իր կետերից չի փոխել Զանգեզուրի միջանցքի մասին խոսած եւ այլ մնացած երևույթներից իսկ այն որ փորձում էին տարածային թե վայ ասելա սահմանների թե ինչ որ անձանալություն թե չգիտեմ ինչ որ իրար ճանաչելն է այդ ամեն ինչը տեղի ունեցավ դեռ 91 թվականին երբ որ դառել է ՄԱԿ-ի անդամ այն Ադրբեջանի նախագահան որ գնացել է ստորագրել է որ դառնում է ՄԱԿ-ի անդամ այդ թղթի տակ այդ երևույթը այդ ձևակերպումը կա հետո ԵԱԿ-ի անդամ տարածքային հետո ԵԱԿ-ի անդամ դառնալով հետո Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով դե YouTube-ներն էլ կան վիդեոներն էլ կան այդ ամեն ինչն է կան իր բանորեն էլ կարանցած այդ ամեն ինչը բացատրեն այլ հարցը որ դու այսօր իշխանություն պահելու համար ոնց ես մանիպուլացնելու տեղեկատվությունը եւ ինչն է ստալու Ալիևի հետ մի խոսքը տալիս են, բայց հետո նայես միայն, ասենք, ընդդիմադիր, ասենք, ասած լրատվականների բանում շարունակությունը գնում, երբ որ խոսում է, որ Զանգեզուրի միջանցք է ասում։ Ինչը նշանակում է, որ նույն ձևի պետք է կրկնի, չին ասում ասած որ ցավոք սրտի ամսի 8-ի ստորագրած փաստաթղթի մեկնաբանությունները տարբերվում են։ Ուտեղ էլ վերջադրվում այդ փաստաթուղթը նույն ձևի ոնց մի անգամ ինքացած նոյեմբերի 9-ի մասին մոռացեք օգոստոսի 8-ի մասին եմ մոռացել։ Դե Թրամփն էլ արդեն չի հիշում, մոռացել է։ Դե Թրամփի ասում է։ Խնդիրը ամերիկյան շահերն են։ Երբ որ իր ամերիկյան շահերին որևէ մի բան պետք է լինի, կհիշացնեն էլ իրան, եթե անձնապես մոռացած է։ Որ Կամբոջայի եւ Հայաստանի միջև պետք է լինի ամերիկյան շահերի համար ամեն ինչ կանեն, որ այդ սխալը չլինի։ Բայց որ պետք չի, ուրեմն հենց այս ձևել անում։ Երեք շատ պետակիր ասենք օրինակը, ոնց որ թե Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական խորհրդական ասենք Ուշակովներ ասում են մենք հանգիստ ենք վերաբերում Թրամփի ասած մեկ կոշտ ու կոպիտ արտահայտություններին երևի այդ բառապաշարով փորձում է համոզել եվրոպացիներին որ ինչ-որ գործարք կնքի դիվանագիտության ընկալումը թե ինչ է ոնց են որովհետև երևի ներքին պայմանություններ ունեն ուրիշ բաներ է նույնն էլ բանն է ինչ եք զարմանում որ Թրամփը հատուկ չի նույնիսկ այդ ամեն ինչը տենց անում, որ հետո WhatsApp-ին չպատասխանի, ասի չի իմանում։ Դու ասեմ, հզոր երկրները գիտեն իրենց երևույթները ոնց կառուցեն, որտեղ պետք է մոռանան, որտեղ պետք է հիշեն։ Այդքան գլխներիս եկել է, բայց հա չենք ուսովորում։ Նույն ձևի մեզ թվում է ինչ-որ բան։ Չկա պարզապես հենց որևէ մի բան։ Որտեվ եթե Թրամփը նույնիսկ այդ անունները չիմանար երկրների ոչ է կանչերը տա։ Իրենց շահերի իմաստով կանչելա, որ վարկանին է պետք լինի անուններն էլ ամոռանալու։ Պետք լինի վաղը դեմքն էլ չհիշելու։ Բայց դա հիմք է դարձել 4-րդ հանրապետության պարոն Պողոսյան։ 4-րդ հանրապետության։ Նիկոլ Փաշինյանի ելույթը չեք լսել։ Ասում եմ, ինչ էլ բան է կանում։ Ոչ լեգիտիմ իշխանության ասածներին չես լսում։ Ես դրա վրա եմ ուզում զարմանալ, էլի։ Առաջինը այդքան խոսում եք ժողովրդարություն ուզում ենք էսել մենք այնանենք արժեքային համակարգ կա չէ դրա մեջ դրած եթե դրա մեջ դրած է որ մի իշխանություն որ լեգիտիմ չի իր ասածներ ինչ այդ ձև ասենք մի խումբ վաղը կարող ասում են ժողովուրդը մեզ ընտրել է մանդատ է տվել լեգիտիմ ընտրել է ընդամենը 25%-ը ասենք եթե նույնիսկ 91 թվականից հետո օրենքները հայկական պահպանողին չփոփոխվեին ապա նույնիսկ այդ ընտրությունները կհամարեին չկայացած որտեղ 50 գումարած մեկ մարդ չի մասնակցել 48% մասնակցություն ա եղել դրա այդպես որ վերցնում ես կամ ընդհանուր թվից որ վերցնում ես դա 25%-ն է չէ 600 քանի հազար ասենք ինչ ժողովուրդ այն մնացած 75-ը բա ինչ են բնակիչ են հարկատու են ինչ են կոչվում ժողովուրդ են կոչվում
Ժողովրդի ինտերեսացիան գաղափարի մեջ միշտ եղել է գաղափար, որ պետք է մեծամասնություն լինի 50+1 ֆորմուլան։ Այն ի սկզբանե, ել չասեմ թե ինչ ծրագրով են գնացել, իսկ ժողովրդավարության մեջ կա արժեքային գաղափար։ Եթե խոստումներ ես տալիս, պետք է կատարես, եթե չես կատարես, դու լեգիտիմ ես։ Բայց այդ 680,000-ի համար միևնույն չի, ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանը։ Ասում կարող է բոլոր 2 միլիոնի համար տարբերություն չի անում։ Այդ համար ժողովուրդը անա, ուտել ցավոք սրտին ով չգնաց այդ օրը չի մասնակցի, իր համար ընդհանրապես տարբերություն չի եղել, ով ինչ է խոստացել։ Անձնական մարմինն է ցաված։ Եթե որ դու ունես տենց հանրություն քո բանի մեջ, ինչի մասին ես խոսում։ Դե պետք է տերմինա օգտագործել 4-րդ հանրապետություն, 3-րդ հանրապետություն, չգիտեմ բան։ Մի անգամ ձեր գործընկերներից մեկի բանը լսեցի, չեմ ցանում, 106 թե 7 ռադիոյի բանում, ասեն 4-ը լավ թիվ չի, մեռելների ծաղիկի քանակը, եկեք 5 դնենք կամ 7 կենտ թվերով ասենք որ բան։ Ինչ-որ բանա որ նա գաղափարական տրանսֆորմացիայի էլ է փորձում ենթարկել հասարակությանը։ Դե բնական է։ Մոնթեի ասած խոսքերի պարզապես հերթական հաստատությունն է։ Գործունելով Արցախը շրջելու ենք հայոց պետականության վերջի էջը։ Հիմա հայոց պետականությունն են շրջում։ Վերջի էջն են գրում, թե անունը ինչ ես դնելու տակի մնացածի կարևորը։ Արդյոք մեր նպատակն է հայոց պետականության կորուստը։ Վստահ մի տարածք մնա վրան ինչ որ գրեն 4 անա փոխելու։ Ямар չեմ լսում։ Ոչ լեգիտիմ իշխանությունների որևէ ասած։ Բայց նրանք են ախր որոշումներ կայացնում։ Եթե Հայաստանի անունից փաստաթղթեր ստորագրում։ Ինչ ասեմ։ Քանի որ ասում եք դա ցավ սա նորից ժողովրդը եթե ցանկանա, որ ժողովուրդը չի ցանկանում, ուրեմն երևի իրանց էլ է լավ։ Դե ինքն էլ է նույնն ասում։ Ասում է ժողովուրդը եթե հեղափոխություն չի արել։ Ինչ եմ ասում, այդ միակ ճիշտ բանն է, որ ասում են, որը կա։ Դրա մասին մենք ոնց որ առողջացել ենք քննարկելու, անհատական դաշտի մեջ պետք է ընկալում անենք հետևանքները։ Նույնը այդ բաներով թե այդ տերմինը ոնց կօգտագործի ճշնամին։ Այդ բաների մասին մենք չենք ասում, մենք ինչ դրանից դաս կքաղենք, ոնց կանենք, որն է ճիշտը, որն է ժամանակահատվածը, արդյոք այդ որոշումները այդ րոպեին այդպես է պետք։ Չէ՞ որ երբ որ պատմություն ենք ասում կամ որոշում ենք ասում, պետք է այդ ժամանակահատվածն էլ վերցնենք։ Մինչև համաշխարհային, ասենց ասած, առաջի պատերազմը մի վիճակ էր, առաջի համաշխարհային պատերազմից հետո այլ վիճակ էր, երկրորդից հետո այլ վիճակ էր, սա պատերազմից հետո այլ վիճակ էր։ Այդ սառույցի հալման ժամանակը ամեն ժամանակահատվածում չէ իր որոշումը կայացվի։ Որ պատկերացնում ես պատմությունը այս, ասենք մի 50 տարի հետո այս ժամանակահատվածի մասին, այս որոշումների մասին ոնց է խոսալ։ Բայց հարցերն են, իրանք ցանկանում են այդ։ Դե հիմա փորձում են խմբագրել պատմությունը, միգուցե չեն խմբագրում, հələ որ իրանք բաներն են վերում, որ այդ մեղադրանքները ապահովեն։ Փորձում են այդ ապահովում, բայց ինչքան անում չեն կարողանում պատմությունը։ Ոչ թղթերն են վառվելու, ոչ հիշողություններն են մարդկանց վառվելու։ Այդ մի բանում էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է ճիշտ ասել, որ ինչ ուզում է լինի, որտեղ է իր անունը դաջել, այն ցուցակը։ Այդ դա էլ լինելու է։ Ալիևի ելույթը հիշեցիք, նա մի ուշագրավ հայտարարություններ արել, ասում է չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերի, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթացան խիստ երկկողմ հիմունքներով, առանց որևէ արտաքին միջամտության։ Ում նկատի ունի Ռուսաստանին թե Իրանին օրինակ։ Ում ուզում է նկատի ինքը այնքան ուրախ է, որ իր բոլոր նպատակները, ցանկությունները եւ շահերը ինքը ապահովել է։ Այսինքն եղել են արտաքին միջնորդներ, ովքեր այս գործընթացը փորձել են խափանել Ադրբեջանի շահերի ապահովում օրինակ։ Ինչ տարբերություն Ռուսներին այնք փորձում մեղադրել, թե Մակրոնին։ Չէ՞ որ Մակրոնին քանի անգամ ինչ-որ բաներ էր ասում։ Մակրոնի խավորությամբ Արցախը ճանաչեց Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ պետք էր, բայց դրանից հետո չէր անում։ Այնց հետո էլ պայմանագրերը որ ստորագրում են տնտեսական համագործակցություն։ Բացի դրանից էլ ինչ էին անում, դեսպանատների խնդիրներն են անում, հա, ասենք խոսում էին Ադրբեջանի միջամտությունների մասին։ Կարող է դա լինի։ Կարող է Իրանի մասին է խոսում, որը միշտ ասել է չի լինելու Զանգեզուրի Միջանցք սահմանների փոփոխություն։ Իմ համար տարբերությունն են պետք անի թե Ալիևը ինչին է անում, թե Ալիևը ոնց ասում, ինչքան լավ է, որ ես գտել եմ այն ճանապարհը, որով կարողացել եմ բոլոր իմ շահերս ապահովեմ։
Հիմա էլ դրել եմ մի ցուցակ, որ ասել եմ, այս ցուցակը չկատարեք, պայմանագիր չեմ ստորագրելու։ Ու հիմա որևէ մեկը չկա, որ ասի չէ, այդ ցուցակը ժամանակին տենց չէ, նենցն էր։ Այլ խնդիր է, եթե Ադրբեջանը ուժեղի կողմից իրեն շատ հարմար է Թույլի հետ ինքը նստի խոսա, Թույլը ոնց պետք է բանակցություններին ներկա լինի։ Չէ՞ որ երբ որ ասում են ուրիշը ներկա լինի, բանակցությունները գիտություն։ Իրա մեջ կա գիտական մոտեցում, ինչի համար է պետք միջնորդ օրինակ այդ պարագայում, որ բալանսավորի այդ ասիմետրիկ իրավիճակը։ Թե չէ այլ պարագայում, ասենք, բնության օրենքին դեմ չենք գնալու, ուժեղի մոտով ամիշտ մեղավոր։ Ես ասեմ, այդ բանակցությունների գաղափարները, միջնորդների հնարավորություն, դա գիտություն է, որը հենց չի զարգացել, հենց չի եղել, դրանով վերնեն թե ոնց են բալանսավորում, ասիմետրիկ բանակցությունները ոնց են գնում եւ ում է միջնորդը պետք։ Ինչի համար է Ալիևը միշտ ցանկացել Մինսկի խումբի վերացումը։ Որ այդ ասիմետրիայի խնդիրը երբևէ չխանգարի։ Ժամանակին հայերն էին ուժեղ, իրանք էին թույլ, Մինսկի խումբը իրան շատ պետք էր, այդ ասիմետրիան ուղղելու։ Հետո ինքը հիմա իրան ուժեղ ազգում է, այդ բալանսավորող օղակը իրան պետք չի, դրա համար ինքը միջնորդներին հանում է։ Պարզ պրիմիտիվ երևույթներ են, որոնք նայեք, երբ որ գիտության վրա այս մոտեցումները դնում այդ բաներին, հասկանում ես ինչի է այդ երևույթը դրանում։ Երբ որ մարդիկ անց պետքա ուրիշ նպատակ են հետապնդում, նրանց հետո դա չի հետաքրքրում, Մինսկի խումբը կա թե չկա, գլխավոր իշխանությունը մի օր ավել պահեն։ Չէին ասում Մինսկի խմբի բանը լուծարումը պետք է լինի բաների հետ զուգահեռ, պայմանագրի ստորագրմանը։ Պարզվեց երբ է եղել։ Թե ասում են սա ավելի նշանակալի է, միգուցե պայմանագրի ստորագրում այդքան նշանակալի չէ։ Այդ նույնիսկ եմ ասում, օգոստոսի 7-ի թուղթը ինչա պետք է անել։ Այդ նշանակալի փաստաթուղթը, որի մասին խոսում են, Ալիևը մի շաբաթ հետո ուրիշ մեկնաբանություն տվեց, երեք ուրիշ մեկնաբանությունը տվեց, էլի նույն ձևով։ Թրամփն էլ մոռացել է։ Այդ թուղթը ում է նշում։ Հիմա ժողովուրդ կարած գան, որ այդ թուղթը ընդհանրապես մի կողմին էր պետք։ Թույլ կողմի, որ գա ինչ որ այդ թղթով բան փորձի ճոճի։ Հեսա դա էլ չի կարողանալու անի, որտեվ ի վերջո ինչու չի կարողանալու։ Դե որտեվ սուտը քանի օր է։ Քանի տարի է տևում արդեն։ Սուտը քանի օր է տևում։ Արդեն քանի տարի է տևում։ Այդ քանի տարին ձեզ մանիպուլացում են տեղեկությունների օգտագործումը քանի տարի։ Այդ ամեն ինչի տեղեկությունների մասին բացահայտվում է։ Այլ հարցալնում թե այն մարդիկ, ովքեր որ այդ պետքա սուտը իմանալով, նույնիսկ գիտակցելով, որ արդեն դա սուտ է, ինչքանով են դա ընդունելու դեմ պայքարելու։ Եվ որ քնած են, ժողովուրդը քնած է, իրանց պետք չի հետաքրքրում դա։ Բայց ժողովուրդը քանի անգամ փողոց դուրս եկավ։ Ժորժ ջան, այդ որ ասում եք դուրս է եկել, այդ դուրս գալու գաղափարը պետք է շարունակական լինի, չէ՞։ Ժողովուրդը դուրս է գալիս, եթե նախկինում եւ տեսել են, որ դուրս է եկել եւ բռնի ուժ չի կերարվել, դա եղել է այդ գործողների, այդ ժամանակատվածը գործողների սխալ մոտեցումը ինչ-որ մի թեմա չփակելու կամ ինչ-որ հոգատարության խնդիր։ Այս րոպեին դա չկա։ Այդ ամբողջ ժողովուրդը դուրս է գալիս, մի օր հետո ծեծվում է, նստում է, որ չի դուրս գալիս։ Այլ խնդիր է, որ նույն ժողովուրդը պատրաստ է ծեծվի, ամեն ինչ անի եւ դա պետք է լինի մի ամիս կանգնի, պետք է լինի մի շաբաթ կանգնի։ Հիմա ասենք, երբ որ ասում եք ժողովուրդը դուրս է գալիս, պետք է հասկանա, որ իր դեմը կանգնած է բռնի ուժ, որին ավելի շատ արժեք կա երևի ստացած այդ պրեմիաներն են կամ չգիտեմ ինչ որ բաներ են, պարգևավճարներով բանով։ Գնացած կամ թե օրինակ ասենք իր կողքի հարևանի ում տղան զոհվել է եւ այդ ծնողը այսօր պայքարում է, գնա կողքը կանգնի։ Վստահ եմ, չէ՞ որ շատ ու շատ զոհված մեր հերոսների, ծնողների հարևանները կարող են իրապահ մարմինների։ Քանիսն է գնացել կողքը կանգնել։ Այդ դե որ ասում ես ժողովուրդը ուզում է կամ փողոց է դուրս գալ, ժողովուրդը ուզել, բանը էլի եկեք այդ 25%-ի վրա չկանգնենք։ Որտեվ երբ որ դուրս է գալիս 600 քանի հազար, դա 25%-ն է։ Ժողովուրդը փողոց է դուրս գալիս նշանակում է առնվազն 2 միլիոն։ Դե նույն 2018-ին էլ 2 միլիոնը դուրս չէր եկել փողոց։ Դուրս է եկել, որովհետև 2 միլիոնը նույնիսկ աշխատանքի տեղը գործ չէր անում։ Որովհետև այդ րոպեին բոլորի մոտ նոր մոտեցում էր եկել եւ իրապահ համակարգն էլ կանգնած նայում էր։ Կամ օրինակ, չգիտեմ, զինվորական մասը միանում էր շարժմանը։ Տենց չի եղել։ Հիմա նման փորձ լինի, հիմա նման քաղաքապետարանի կողքը զինվորական մաս։ Դե ուզում ասեմ,
Բայց ինչի՞ց են դա արել։ Հոգեվորականների դասը առանձին։ Ինչի՞ց են դա արել։ Որտեվ թույլը տրվել։ Կամ չի գործածվել, դեմը չի առնվել։ Իսկ հիմա այսօրություն պետք է հասկանաք, որ նույնիսկ 10 հոգու էլ չեն թողելու ինչ-որ մի բան սկսեն անել, որ շարժում չունի իշխանություն այլ։ Բայց արձանագրում են, որ հիմա ավելի ժողովրդավար է Հայաստանը, քան երբևէ։ Դասմա դու էլ ասա։ Մնացածը դու ինքդ քո վրա գիտես։ Այն դաշտում ես, որտեղ այդ տեղեկությունները ինձ այնց ավելի լավ ես կամ ավելի շուտ ես նույնիսկ ստանում։ Թե որտեղ է ժողովրդավարությունը, նույնիսկ ասում ժողովրդավարությունը դա արժեքային համակարգ է։ Կառավարման, բայց ինչու՞ չկա ճնշումը միջազգային կառույցների կողմից, ինչը որ երկրները միջազգային հարաբերությունները երբ որ ժամ 2012 թվականից միշտ ասում են միջազգային հարաբերությունները մարժեքային դաշտ չի, շահերի դաշտ է եւ այդ կանոնները ուրիշ են, որը մեկ չէ լսում ու այդ ցանկությունը չէր հայտնում բան անել։ Հիմա այս ամեն ինչը սա բոլորի աչքի առաջ է։ Լավ է ժամանակ օրինակը չկար, այն ժամանակ դու ասում ես դե կուլուարներում են ասում կոֆե բրեյքի ժամանակ են ասում ինչ որ sense մոտեցումներ են ցուցում, լավ իմանալով ամեն ինչ, նույնիսկ պատմություններ իմանալով կամ կիսատ-պռատ։ Մեզ միշտ թվում է եվրոպական ինչ-որ մի չինովնիկ, ինչ է, այդ անգամ ընտրվել այդ կուսակցությունից, սա կյանքս չել իմացել ես տարածաշրջանի մասին։ Հիմա նստած մի երկու հատ բան եմ կարդում ինտերնետից։ Վիկիպեդիայից, ով որ ասես կարա խմբագրի, ես չգիտես ճիշտ բանը կար, բայց ինքը դրա մասին չի մտա։ Ոնց է ինքը օգտագործելու իր սեփական երկրի համար այս վիճակը։ Այս մոտեցումը մենք պետք է անցալենք ու դրա համար հասկանանք։ Հիմա իրանց պետք է այսօր լռելու են, վաղը պետք է լինի դրա մասին բարձրացնել, խոսել։ Դրա կողքին կա նաև նվիրալ ինչ-որ մարդիկ, որոնք բոլոր պարագաներում նես չի որ հայերի սիրուն աշկերի համար սիրարված են, բայց բոլոր դեպքերում բարձրացնում են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը թեմայի մասին խոսում են, նկարագրում են այն ինչ-որ տեղի անցած ցեղասպանություն, պայքարում են, այդ դրանց մոտ գաղափարները ուրիշ են։ Մենք դրա վրա պետք է շեշտը դնենք, այդ մարդկանց հետ աշխատենք։ Այդտենց կազմակերպություններ կան, որոնք փողով են այդ ամեն ինչը անում։ Հիմա նա չես կարողանում նա Ալիևը ոնց էր բոլոր եվրոպական չինովնիկներին առնում։ Ինչի համար էր անում։ Կոռուպցիա չէ։ Բայց հանուն իր պետության ինքը անում էր։ Հիմա նույնիսկ այստեղ նստածը մեղադրում է, որ դու այն կոռումպացված մարդն ես։ Չկան բանը նախքին մի քիչ կոռուպցիա է։ Եւ կառուցողական գործընկերներ են։ Ուրեմն նայեք տեսեք։ Կա երևույթ, որի վրա էլ չեն մեղադրում։ Ալիևի այդ կաշառքները բաժանելը եվրոպական, ամերիկյան, չգիտեմ, ռուսական բոլոր այդ մարդկանց իրանց կողմը տանելը, որ հանուն իր երկրի օգտագործելը հիմա ոչ մի դատապարտվում ոչ նույնիսկ դրա մասին ձնել չեն անում։ Այդ ինչի՞ց է գալիս։ Այստեղ է խնդիրը։ Այստեղ եկել է ասում է իմ շահերից մի բան եմ անում, մեկը իր շահերից անելու։ Բայց երբ որ նայում ես դա խնդիրը շահերի, որը հիմնվում է անկալումների վրա, սիրում եմ երկիրս չեմ սիրում, ընտանիքս սիրում եմ չեմ սիրում, երեխաներիս սիրում եմ չեմ սիրում, գալիք սերունդներս սիրում եմ չեմ, իմ գյուղը սիրում եմ չեմ սիրում, իմ հողը սիրում եմ չեմ սիրում, իմ պապական տունը սիրում եմ չեմ, այս որևէ մի բանը երբ որ բանջան դառնում է մարդը իր անձնական կյանքի իր անձնական մարմինն է սիրում այսօր դրա համար է անելու դա համար պետքա լռելու է պետքա չի լռելու բայց ժողովրդավարությունը ոնց կա երբ որ այդ առաջ անգամ օգտագործել են ժողովրդավարության բաստիոնը ինչ էր այդ ժամանակին մյուս հարցազրույցն ժողովուրդ այդ բաստիոնը ասածելուց դեպքում բա օրինակ ինչի չեք խոսում որ Արցախում այսօր ասենք ուժի կերառում է տեղի ունենում այն ժամանակ է չեն խոսում բայց երբ որ դու դա ասում ես մեկը ասենք այս հասարակ փողոցում քայլող մարդու համար իմ քո այս խոսակցությունը ընկալում է ինչ է տալիս Վեշում եմ, դրա համար էլ ամեն անգամ որ գալիս նայում եմ, ասում եմ վերջում սառնարանով չէ։ Բայց քանի մեջ ասում եմ հասարակ ժողովուրդ, միակ մի բան ունեք, սիրում եք ձեր երեխաների։ Ձեր երեխաները եւ թորները կարակ որոշեք, երբ են ավելի կախված կամ չկախված լինելու։ Այդ անկախության sense բանը։ Երբ որ ծորենը արտադրվում էր Հայաստան ասեմ որ Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության տարածքում 80% եւ մեր սեփականներ Թե երբ որ մենք 90 քանի տոկոսը ներենք մուծում։ Որտեւ ես դու դրսից ես առնում, կախված ես ամեն ինչից։ Մեզ հիմա բացատրում, մենք կախված էինք գազից, մեր վրա սենց էին անում, մեկ սենց հոսանքն էին անում, զենքն էին ես բան, կախվածության էլեմենտներ են, չէ՞։ Այդ նույնը չի լինելու ցերկով։
Այդ ինչքան չես ուզում, որ դու սեփական տարածքները տնեն համապատասխան, որ կորնիկդ կամ թորնիկդ կամ երեխաներդ կարողանան քիչ կախվածություն ունենան։ Հա դու ցավալի տանջվեցում ես։ Ճապոնիայի օրինակն էլ էի բերում 47 թվականից հետո, հա, որ մի ապսե բրինձով պետքա մենք հիմա կախված ապրենք հանուն մեր գալիք սերունդների, որ նորմալ ապրեն, նորմալ չեն ապրում, մի բան էլ ավելի հզոր են ապրում։ Այդ սերունդը պետքա դառնայինք, որոնք վերցնեինք մեր վրա այդ բարդույթը համապատասխան հնարավորությունների, կախվածությունների, բաների տանելու հանուն մեր գալիքի։ Բայց դա չենք արել, որոշել ենք, որ կյանքը մի անգամ ատված դե հիմա իմ կմարմինն է այսօր ամենակարևորը, ասած փոփուշունից ցավ չլինի։ Դրա համար ինչ ասում են, իսկ նայած հետո եւ մտածում են, որ իրանց երեխաների առջեւ ինչ են բերել, փորձում են նաեւ գտնեն են բանը ինչով արդարացնեն։ Ցավոք սրտի հայ ազգի մեջ կա այդ բանը, որ եկեք միշտ մեղադրենք ուրիշին, որ արդարացնենք։ Ռուսն է մեղավոր, ամերիկացին է մեղավոր, եվրոպացին է մեղավոր, ավստրալիացին է մեղավոր, ես մեկն է մեղավոր, բայց մենք ոչինչ բան չենք անում։ Ցավոք սրտի հենց ամեն ինչի մեղավորության խնդիրը մեր մեջ է, որ մենք ենք սխալ ապրել, մենք ենք սխալ արժեքներով գնացել կամ չենք էլ ընկալել, թե իրականում խոսքով որ նույնիսկ ասում են, բայց ոնց եմ ապրում։ Այս խնդիրներն ա, որը մենք պետքա կարողանանք հաղթահարենք, դրա համար ցավոք սրտի չեմ կարողանում ընկալեմ, ասենք կամ խոսքս այնպես դասավորեմ, որ մարդիկ ոգևորվեին բանը։ Այդ բանը ինձ դեռ չի, դեռ իմ բաժնի մեջ եմ փորձում աշխատեմ իմ ընկալումներով անձնական այդ դաշտի մեջ։ Քանի որ ձեր խոսքում իրավապահների գործողությունների նաև անդրադարձակ, Փարաքարում տեղի ունեցած ողբերգությունը ինչի հետևանք էր։ Պետական ինստիտուտների կազմակերպման։ Որտեղ պետական ինստիտուտները եթե լինեին, հասկանալով իրավիճակ, կապող պետության ինստիտուտները չէ, պարտավորություն ունեն անվտանգությունը ապահովելու։ Եվ վերջը լավ եկեք գոնե այդ մի բան կանենք։ Երբ որ ես հարկեր եմ վճարում, այդ վճարված հարկերի մեջ կա անվտանգություն։ Բանակս պետք է ինձ լավ պահպանի, բայց դրա հետ միասին ներքին կյանքի մեջ էլ իրավապահ պետք է իմ գույքս չփչացնեն, չվառեն, չգողանան, ինձ չծեծեն, ինձ ինչ-որ բան, հարկային մի մասն է դրան է գնում։ Որևէ մի բան չանի, դե պետական ինստիտուտներ չկան, իսկ նրանից հետո էլ թե հիմա վերջում ինչ են բացահայտելու անձնական դաշտ կամ, չգիտեմ, քաղաքական, այսօրվա դրությամբ ամենացավալի բանն է, որ քաղաքական պատասխանատվությունը գործող իշխանություններին է, որևէ մեկը չի կարող դրանից խուսափի։ Դա միշտ եղել է այդպես ու բան, նույնիսկ իրանց ներկայացուցիչներն ասում, բան արկինում, բասենց, որ եղել է, ձեր վախտել է եղել, ուրեմն եթե հիմա ինչն եք ուզում ասացնել, որ մեզ կարելի է, քանի որ նախկինում օրինակ եղել է 11 դեպք, իսկ մեր մոտ հələ 10 է, 11-ը հələ չի եղել, դրա համար բան չանենք, հա, ասենք, այդ բացատրության խնդրանաբանության բան չի, իսկ մնացածի համար պարզապես ցավակցում եմ, դու ցավալի երևույթ է, որ այս ամենից գործողները փորձելու են օգտվել։ Ինչ առումով։ Ապագա ընտրությունների։ Մեկ-մեկ դեպքեր են ալնում, որտեղ դու նայեք, ցանկացած բանում կա չէ, ասում նույնիսկ ոնց թե իրավաբանների հիմա որ շատ են խոսում, սկսում ես դու էլ կարծում եմ, որ ցանկացած մի բան պետքա հանցագործության գաղափարում պետքա նաև մոտիվացիան հասկանաս, հա։ Մոտիվացիան չգիտեմ, բայց դրա հետ միասին կա հետևանք, ով է դրանից օգտվելու։ Ուրցը ցավում է, որ այս մոտիվացիան լավ չտիրապետելով, այդպես է ստացվել, որ ընտանիքի հետ ինչ-որ անձնական դաշտում է բան ընկա, բայց հասկանալի է, որ նաև քաղաքական խնդիր էլ է եղել։ Ամենացավալի երևույթը այն անել, թե ով է դրանից օգտվելու։ Ինչի չեն միջև բացահայտել որևէ մեկին։ Ինչի միջև չեն մենք ժողովրդավարություն էին ասում։ Ժողովրդական ամենաբանը թափանցիկության գաղափարն է, բայց ինչի դրա մասին չեն խոսում։ Դե թափանցիկ ներկայացեք ինչ եք անում։ Երբ հարցնում են ստանդարտ պատասխանն է, աշխատում ենք։ Թե իմ այդ բոլոր հարցերը վերաբերյալ այդ պատասխանը, նույնիսկ գերիների։ Դե սիրուն ձևակերպում էլի, բայց կանես աշխատանքներ չես անի, այլ խնդիր է։ Կամ աշխատանքի արդյունքը ինչ է լինելու կամ ինչ շահից դրդված է ստանալու։ Այստեղ է ամենացավալի գաղափարը, որովհետև եթե նայեք դաշտում շատ էր քննարկվում, ասենք այդ Գյումրիի դեպքերից հետո Փարաքարի այդ բաներից հետո եւ չգիտեմ ինչի հենց ինչ տեղի ունենում Գյումրիում ու Փարաքարում է տեղի ունենում, էլի։ Օրինակ ասենք այսքան բաներում, որտեղ
համայնքներում իրանք են բան չկա, բայց որը համայնքում իրանք չեն, ինչ որ ամենական ինչ որ յուրահատուկ դեպք կա տեղի ունենում։ Իսկ Ռոսը մի հատ հետաքրքիր անունից հայերեն միգուցե լավ չկարողանամ թարգմանել, թույլ տվեք ռուսերեն, ասում է «Мне так много случайностей, что невозможно подумать о закономерности»։ Ես ցավալի երևույթ է, որ բնության բանից հիմա չեմ կարող ասեմ թե այս ամեն ինչի մասին ինչա լինելու։ Աստված դա ի վերջո ճշմարտությունը հայտնվի հասկանանք։ Խորհրդանում այսօր լսումներ էին, բայց դրա հետ միասին ինչ որ ազդեցություն կունենա դա իմպիչմենթի գործընթացով։ Լսումների ժամը, որ նայում ես մարդկանց պարտավորությունները, որ նայում ես ինչ որ բան ես անում, գալու են խնդրին, թե արդյոք ամեն մեկի մոտ անհատապես ինչ հետևանք է թողել։ Այն որ այդ խոսքը եւ ամեն ինչ ինչ որ ազդեցություն կարող է թողի, կարող է թողի նա մոտ, ով որ լսում է, ով որ ցանկանում է լսել։ Իսկ եթե նենցա լինելու որ մարդիկ չեն լսելու այդ մասին, ասենք ինչ պետք է տեղի ունենա։ Ուրախ կլինեմ, եթե նպաստի այս լսումները ինչ որ չափով միասնության կամուրջներ կառուցելու անդիմադիր ուժերի մոտ, որ գիտակցեն, որ միասնական պետք է ինչ որ գործունեություն անեն, եւ եթե դրան նպաստի, միգուցե շատ դրական արդյունքներ կունենան, բայց եթե անվիոնը օգտագործեն գնան ու վերկենան մեկը մյուսի վրա ինչ որ մեղադրանքներ նորից լսնեն, հակառակ գործողների sense ջրաղացին ջուր կլսնեն եւ որևէ մի բան չեն անում։ Շնորհակալ եմ ձեզ դրից։ Շնորհակալ։ 168 TV եթերում ռիվյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։